Բարի երեկո, օր լրատվական ծրագրի հիմնական թողարկման գլխավոր թեմաներն են։ Հրադադարի ռեժիմի 40 խախտում 500 կրակոց, Պաշտպանության բանակի դիրքապահները պատասխանել են միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Պատարագյուղ, քննարկվել են շրջանի ու համայնքների 2016 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման նախնական արդյունքները և նախանշվել 2017 թվականի անելիքները։ Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևում անասնապահները 2016-ի արդյունքներից դժգոհ չեն, գործունեությունն ընդլայնելու և ցանկությունը կա և պայմանները։ Սովորաբար ինքն է ռեպորտաժներ պատրաստում, այս անգամ դարձավ ռեպորտաժի հերոս։ Երդվյալ քաշաթաղցի է դարձել Զոհրաբ Ըրքոյանը, ով առաջին անգամ Արցախ եկավ 88-ին։ 2017-ին Վիկիպեդիան կդառնա 16 տարեկան, արդեն հերթական տարին Վիկի ընտանիքի անդամն է նաև Արցախի Վիկի ակումբը։ Հունվարի 13-ին և լույս 14-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ։ Այդ ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց։ Շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հան 17 տիպի նռնականետ 1 արկ։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն, խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների։ Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Պատարագյուղ և հանդիպում ունեցել Ասկերանի շրջվարչակազմի պատասխանատուների ու շրջանի համայնքների ղեկավարների հետ։ Քննարկվել են շրջանի ու համայնքների 2016 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման նախնական արդյունքները և նախանշվել 2017 թվականի անելիքները։ Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ։ Այս ձևաչափով հանդիպումը հերթականն է։ Հանրապետության նախագահը օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ Պատարայում էր քննարկելու Ասկերանի շրջանի 2016 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման նախնական արդյունքները, նախանշելու ընթացիկ տարվա անելիքները։ Տարին շրջանի զարգացման առումով նպաստավոր էր։ Հիմնական ձեռքբերումները գրանցվել են գյուղատնտեսության ոլորտում, առատ բերք են ստացել։ Շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանն ընդգծել է նաև շինարարության բնագավառում ունեցած դրական տեղաշարժերը։ Կատարվածի արժեքը շուրջ 572 միլիոն դրամ է, ինչպես և մյուս շրջաններում ասկերանցիները երկրի համար ծանր ժամանակահատվածում մի բռունցք էին։ Ես առիթ ունեցել եմ ապրիլյան իրադարձությունների հետ կապված, հանդիպել եմ Ասկերանի շրջանի պատասխանատուների հետ և շնորհակալություն եմ հայտնել նրանց այդ շրջանում կազմակերպված ծառայություն մատուցելու համար։ Հպարտ եմ, որ այսպիսի պատասխանատուներ ունենք, այսպիսի համայնքի ղեկավարներ ունենք, որ այսպիսի հայրենակիցներ ունենք, ովքեր այդ ճակատագրական պահերին իրականացնում են բոլոր այն աշխատանքները, որոնք պահանջված են նման իրավիճակներում։ Ապրիլից հետո քիչ ժամանակ էր պետք, որպեսզի կիսատ թողածը շարունակեին, խոսքը ոչ թե առօրյա հոգսերի, այլ մեծ ծրագրերի մասին է։ Իդեպ յուրաքանչյուր ծրագիր սաղմնային վիճակից ամբողջանում է բնակիչների կարծիքը հաշվի առնելուց հետո միայն։ Մենք մեր պետական քաղաքականությունը փորձում ենք կառուցել առաջին հերթին լսելով մեր քաղաքացիներին, լսելով մեր համայնքի նաև պատասխանատուներին։ Եվ բարեբախտաբար մենք հնարավորինս մեր գործունեությունը կառուցել ենք այդ ոչի եւ այդ պահանջների համապատասխան եւ մեր ռազմավարությունը, մեր քաղաքականությունը, լինի դա տնտեսությանը վերաբերող, լինի դա մեր հասարակական կյանքին վերաբերող, հիմնականում ձգտել ենք այդ ռազմավարությունը կառուցել մեր քաղաքացիների եւ մեր պատասխանատուների կարծիքների եւ տեսակետների համաձայն։ Գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգը նույնպես կենսագործվելու է հանրային լայն քննարկումներից հետո։ Երկրագործություն, անասնապահություն, այգեգործություն, մեղվաբուծություն, այս ճյուղերում շրջանի պոտենցիալը մեծ է։ Մենք ուզում ենք նաեւ այդ նոր ծրագիրը որոշակի փորձաքննություն անցնի, հետո ներկայացնենք ձեզ։ Այդ նոր պատրաստող ծրագրում ինձ ողջևորել է նաև այն հանգամանքը, որ եթե նախկինում մեր աջակցության ծրագրերը վերջնականապես հստակեցված չէին, այս նոր ծրագրում այդ աջակցության մասը
խիստ հստակեցված է լինելու։ 2017-ին շրջանի առաջնահերթությունների թվում ջրամատակարարման հարցի լուծումն է։ Անցած տարվա ընթացքում հանրապետության նախագահի նման ձևաչափով հանդիպմանը այդ խնդիրների մասին ամենաշատն էր խոսվել։ Բակո Սահակյանի խոսքով տարին այդ առումով շրջադարձային կլինի։ Այդպիսի ցուցում ես ուղղել եմ կառավարությանը, մենք աշխատանքներ կատարել ենք եւ շարունակում ենք այս շրջանում մեր աշխատանքները։ Կապիտալ շինարարության ծրագրերում արտահայտված տեսք է ունենալու ջրամատակարարում։ Մշտական խմելու ջուր կունենա նաև Պատարայի համայնքի բնակիչները, իդեպ գյուղում կաշխատի նաև ճանապարհաշինական ընկերությունը։ Շարունակելով անդրադառնալ նախկին հանդիպումներում հնչած հարցերին, երկրի ղեկավարը ընդգծեց նաև Կարմիր գյուղի գազიფիկացման խնդիրը։ Հարցն իր լուծումը կստանա տարվա ընթացքում։ Զբաղվածության խնդիր, որ ընդհանուր է բոլոր համայնքներում, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը մանրամասներ ներկայացրեց նոր ծրագրից, ինչը ենթադրում է զբաղվածության ապահովում հասարակական աշխատանքի միջոցով։ Նման ձևաչափով հանդիպումները լինելու են շարունակական, վերջաբանը տոնական շնորհավորանքներով էր, ավելի արգասաբեր տարվա մաղթանքով։ Սամվել Բալայան, Մերժոն Հայրապետյան, օր։ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել միջազգային ֆինանսական կազմակերպություններին ֆինանսական օգնություն չտրամադրել Ադրբեջանի կառավարության իշխանության քննադատների դեմ բռնաճնշումների պատճառով։ Այդ կոչով կազմակերպությունը հանդես է եկել աշխարհում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին զեկույցում։ Նշում է, որ իշխանությունները 2016-ին ձերբակալելով մի շարք ակտիվիստների եւ կիրառելով օրենքներ, որոնք խոչընդոտում են անկախ կազմակերպությունների գործունեությանը, շարունակել են ճնշում գործադրել ընդդիմության վրա։ Չնայած նրան, որ անցած տարի իշխանություններն ազատ են արձակել քաղաքական շարժառիթներով ձերբակալված 17 իրավապաշտպանի, լրագրողի եւ ակտիվիստի, բանտում դեռ մնում է 24 մարդ, որոնք հետապնդման են ենթարկվում իշխանություններին քննադատելու համար։ Թուրքիայի քրդամեջ ժողովրդադեմոկրատական կուսակցության падգամավոր Գարո Փայլանը մեջլիսում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ բարձրացրել է հայոց ցեղասպանության հարցը։ Ժամանակին մենք 40%-ն էինք բնակչության, այսօր 1000-ի մեջ մեկն ենք։ Մեր գլխին մի բան եկել է եւ ես դրան ցեղասպանություն եմ ասում, ինչ էլ որ դուք այն անվանեք։ Հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե իր գլխին ինչ է եկել։ Հայրիկիս, պապիս գլխին ինչ է եկել շատ լավ գիտեմ, եկեք դուք այն անվանեք, միասին առերեսվենք։ Իշխող Արդարություն եւ Զարգացում կուսակցության падգամավորներին զայրացրել է Փայլանի հայտարարությունը։ Մեջլիսի փոխխոսնակ Ահմեդ Այդանը պահանջել է Փայլանից փոխել որակումները, ասելով, որ այդ ժամանակաշրջանում եղել են փոխադարձ ցավալի իրադարձություններ, որոնք սակայն չեն կարող ցեղասպանություն կոչվել։ Ընդդիմադիր Քեմալական հանրապետական ժողովրդական եւ ազգայնական շարժում կուսակցությունների падգամավորները եւս դատապարտել են Փայլանի խոսքերը։ Armen Press-ը վկայակոչելով Անադոլու գործակալությանը հայտնում է, որ այս հայտարարության համար Փայլանը պատժվել է, հեռացվելով 3 նիստից, ինչի համար նա պատրաստվում է խնդիրը տեղափոխել իրավական դաշտ։ Արցախի գյուղատնտեսության ոլորտում անասնաբուծությունն առաջատար ճյուղերից մեկն է։ Անասնապահական համալիրները բնակչությանը մսամթերք ու կատնամթերք մատակարարելուց բացի խթանին հանդիսանում նաև բուսաբուծության զարգացմանը։ Իսկ անասնաբուծության ճյուղում բարձր մթերատվություն ապահովելու համար անհրաժեշտ է ուշադրության ներքո պահել անասունների խնամքն ու կերակրումը։ Դրանում առավել քան համոզվել են բազմատուսի երիտասարդ ֆերմերները, ովքեր արդեն 6-րդ տարին Նքաչթաղի հյուսիսային թևում զբաղվում են անասնաբուծությամբ։ Զանգակների ղողանջները լսելի է նույնիսկ կիլոմետրի վրա։ Ձմռան ժամանակաշրջանում տաք ու արևոտ եղանակն այս բարձրավանդակում հազվադեպ երևույթ է։ Պետք է օգտվել եղանակի ընձեռած հնարավորությունից, ասում են բազմատուսցի անասնապահները։ Եղանակը որ տաք է, դրա համար հանում ենք դուրս, որ արևի անասունների մեջ կտաքանա։ Արևը խփի անասունի։ Վերջերս տեղացած առածությունը Քաշաթաղի շրջանում անսպասելի էր, բայց ոչ մտահոգիչ, ասում են անասնաբուծական համալիրի պատասխանատուները։ Անասնակերի հետ կապված խնդիրներ ընդհանրապես չունեն։ Կուտակած խոտն ու կերն անասուններին կբավարարի, եթե նույնիսկ ձմեռն իր դիրքերն ուժ զիջի գառնանը։ Իսկ ինչ վերաբերում է տարածքին, այստեղ կայուն նախադրյալներ կան անասնաբուծության զարգացման համար։ 90 հատ մեծ ունենք խոշոր։ 30 հատ էլ մանր։ Զարգացում կա Այո, կա։ Զարգացում կա։ Բազմատոսում անասնաբուծական այս համալիրն արդեն 6-րդ տարին է գործում։ Ֆերմայի հնարավորությունները մեծ են։ Այստեղ անասնաբուծության զարգացման համար առկա են բոլոր պայմանները։ Սկզբից ֆերմերների ունեցածը կարելի էր հաշվել մատների վրա, իսկ այսօր արդեն բավականին խոշոր տնտեսություն են վարում։ Հիմա կաչ չկա, կանգնած է, բայց մի ամսից արդեն անասունները կծնեն,
գործը կաթի կբացվի։ Երիտասարդ ֆերմերների մտահղացումն ու գյուղում ծավալած գործունեությունն իր հերթին նոր աշխատատեղեր է բացել բնակիչների համար։ Կարելի է ասել, բնակավայրում հաստատված բոլոր ընտանիքներն էլ ցանկության դեպքում վարձատրվող աշխատանք գտնում են այս ֆերմայում։ Տնտեսություն ունի նաև կաթի ընդունման ու մթերման կետ։ Մայիս, հունիս այդ ամիսներին միջինը տալիս է մի կովը 10 լիտր կաթ, որը մենք հիմնականում գցում ենք պանիր։ Կաթի մթերման կետում առկա են բոլոր անհրաժեշտ սարքավորումներն ու պայմանները, սկսած լաբորատորիայից մինչև սառնարան, արտադրում են հիմնականում պանիր, որն իրացնում են Բերձորում և Ստեփանակերտում։ 9 ամսվա պանիր է, հասունացած պանիր է էսի։ Ծախում ենք։ Խոսքի կողի գյուղերից գալիս են, ուզում են, ծախում ենք։ Հիմնական աշխատողների համար է։ Անասնաբուծական համալիրի պատասխանատուները շրջկենտրոնի և մայրաքաղաքի շուկաների համար նախատեսում են արտադրել պանիրի նոր խմբականակ։ Դա արդեն առաջիկա 1-2 ամիսներին, իսկ մինչ այդ կհասցնեն վերանորոգել ու թարմացնել կաթնամթերքի արտադրամասը։ Գենադի Երեմյան, Հայկ Բաբայան, օր։ 88-ին նա եկավ Արցախ, մասնակցեց համազգային շարժմանն ու ազատագրական պատերազմին, հիմա ապրում է Բերձորում։ Զոհրաբ Ըրքոյանին Քաշաթաղում գիտեն բոլորը, հետաքրքիրն այն է, որ ինքն էլ գրեթե բոլորին է ճանաչում։ Շրջանի Մայրան պաշտոնաթերթի խմբագիրը խոստովանում է, միայն վերջին տարիների վերաբնակիչներին գուցե չիմանա։ Փոխարենը շրջանի պատմամշակութային կոթողները գիտի անուն առ անուն եւ ըստ ժամանակագրության։ Ասում է, փնտրտուքները շարունակում է, իսկ եզրահանգումը նույնն է։ Խորհրդային տարիներին տարածքը վերաբնակեցրել են այլազգիներով, մինչդեռ խաչքարերն ու եկեղեցիները հաստատում են Քաշաթաղում ապրել եւ արարել է հայը։ Նրա աչքից ոչինչ չի վրիպում, ավելին անմահացնում է հավատարիմ լուսանկարչական սարքով ու դարձնում պատմություն։ Զոհրաբ Ըրքոյանը Քաշաթաղի շրջվարչակազմի Մերան պաշտոնաթերթի խմբագիրն է, առաջին անգամ Արցախ այցելել է 88-ին, եկել է մասնակցել համազգային շարժմանն ու ազատագրական պատերազմին։ Սկզբից Բերթաձորում, հետո տարբեր տեղեր, 93 թվականն էլ ներջոկատով արդեն եղել ենք այստեղ հենց Քաշաթաղի տարածքում, Ոչան, Սոնասարե, Մշեն այդ գյուղերի տարածքում, Արաֆային տարածքում, հետո որ պատերազմը վերջացավ, արդեն հետ գնացի։ Մեկնելուց 2 տարի անց Զոհրաբ Ըրքոյանը վերադարձել է Արցախ, անկեղծանում է, բայց պատերազմի տարիներին չի մտածել այստեղ ապրելու մասին։ Չէ, դե պատերազմի ժամանակ չգիտենք, որ այստեղ էսպիսի բան կլինի նախ։ Պատերազմի ժամանակ մեր նպատակը մի բան էր, պաշտպանել Արցախը, Հայաստանի սահմանները, դե բնական է ժամանակ նաև Հայաստանի եւ հարավից եւ ուսից էլի արձակումներ է լինում։ Նաև Հայաստանի սահմաններում ենք գնացել պաշտպանել։ 96-ին Ըրքոյանը հաստատվել է Բերձորում, որտեղ ապրում է արդեն 20 տարի։ Սկզբից դպրոցում դասավանդել է հայոց լեզու եւ գրականություն, աշխատել հումանիտար առարկաների գծով տեսուչ, հետո զբաղեցրել շրջանի կրթության վարչության պետի տեղակալի պաշտոնը։ Հիշում է այն ժամանակ 10, հիմա 52 դպրոց ունեն շրջանում։ Կենտրոնացված քննություն կոչվածները առաջին մեր շրջանում ենք կիրառել դեռ շատ։ Մենք բանը շրջանում ստեղծել ենք կենտրոններ, քննական կենտրոններ եւ այդ աշակերտներին հիմնական նպատակը լավ աշակերտներին գտնելն էր, որ նրանց ուղարկեին սովորելու կային շրջանի պետքային, հատկապես մանկավարժներ էին պետք, աղագին բժիշկներ ունենք, մոտ 10 մեր նախկին աշակերտները բժշկական են ավարտել, մանկավարժների մեծ մասը գյուղատնտեսություն։ Մերան պաշտոնաթերթի խմբագրությունը Զոհրաբ Ըրքոյանը ղեկավարում է 2008-ից, ակնածանքով ցուցադրում է թերթի վերջին համարն ու ավելացնում. Մերանն արդեն էլեկտրոնային տարբերակ ունի Արցախի ժուրնալիստների միության աջակցությամբ, ասում է ժամանակները որքան էլ փոխվեն, թերթ սիրողը չի փոխվելու։ Բոլոր համայնքներ եւ դպրոցներ ասվում է, բացի ասենք մեր շրջանից թերթը դուրս է գալիս, նաեւ Երևանում է մտա ազգային գրադարան, Իսահակյան անվան գրադարան, գրապալատ Երկրապահին են մոտ 15-20 համար տալիս, որ տարբեր մարզեր, ասում եմ, որ կա բանը, պահանջարկը, նույնիսկ ազգային գրադարանում, եթե մի համար ուշացնում եմ, զանգում ուզում եմ, որովհետև կա պահանջարկ։ Ըրքոյանը ոչ միայն շրջանի բոլոր բնակիչներին գիտի, այլ նաև տեղի պատմամշակութային կոթողները, որն էլ չգիտի, տեղեկացնում են գյուղերի բնակիչները։ Ամեն ինչ սկսվեց Հոչանցի եկեղեցուց եւ այդպես շարունակվում են փնտրտուքները։ Եվ պատահական չէ, որ շրջանի բոլոր խնդիրներն ու ձեռքբերումները անգիր գիտի թերթի խմբագիրը։ Ուսումնասիրել հոդվածներ էի գրում այդ հուշարձանների մասին, արդեն գյուղերի բնակիչները, աշակերտները սկսեցին օգնել,
Հիմա էլ միջև հիմա եթե մի բան տեսնում են, աշակերտները կամ բնակիչները տեղյակ են բան, որ այս խաչքար ենք տեսել, գրություն, եկեղեցի, պատ, այդպես սկսվեց էլուր։ Զոհրա Պրկոյանը թղթակցում է Հայաստանի մի շարք պարբերականների, այս անգամ սակայն ոչ թե ինքը, այլ իր մասին են գրել Հայ զինվոր թերթում։ Հոդվածը կոչվում է Քաշաթաղի լույսերը, ինքը Պրկոյանը կրկին համեստություն է անում եւ իր վաստակը համարում պարզապես աշխատանք։ Իդեպ պատրաստվում է գրել իր երկրորդ գիրքը, այն հենց վերականգնվող Քաշաթաղի մասին է լինելու։ Նարեկ Սահակյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։ Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հովանես Մկրտչի Կարապետի տոնը, նա էր, որ ավետեց Տիրոջ գալուստը եւ նա էր, որ Հորդանանում մկրտեց Հիսուսին։ Օրվա արդիվ Սրբիանոնը կրող եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Պատարագ։ Ուխտավորների մի խումբ այդ նպատակով Ստեփանակերտից Հադրութի շրջանի հեռավոր գյուղերից մեկն է հասել՝ Քարագլուխ։ Հովանես Մկրտիչը ճանաչել եւ Հիսուսի աշխարհ գալստյան համար ցնծացել է դեռևս նրա ծննդից առաջ, նա էր, որ Հորդանանի ջրերում մկրտեց Հիսուսին համայն մարդկության փրկչին։ Սրբիանոնը կրող եկեղեցիներում օրվա արդիվ Սուրբ Պատարագ է մատուցվում։ Ստեփանակերտից մի խումբ ուխտավորներ այդ նպատակով Քարագլուխ են հասել նորակառույց Հովանես Մկրտիչ եկեղեցում նշելու օրվա խորհուրդը։ Կապված Հովանես Մկրտչի օրվա արդիվ այսօր բոլորս հավաքվել ենք այսօր այստեղ ուխտի եւ ինչն է էական, որ անընդհատ փորձում ենք գտնել մի առիթ, որպեսզի նորից վերադառնանք այստեղ։ Շատ հարազատ տեղ է դառը այս համար այստեղը ու տենց բոլոր հնարավոր առիթներով գալիս ենք այստեղ։ Պատարագը մատուցվել է Հադրութի շրջանի հոգևոր հովիվ Մատթեոս Քահանա Դրավանձի ձեռամբ։ Տարվա ընթացքում Քարագլուխ այս եկեղեցի ուխտի գալու առնվազն 4 առիթ կա, հիշեցնում է նա։ Նրա ծննդյան տարեդարձը տոնելով Եվս մեկ անգամ մենք մեր ուխտը վերանորոգեցինք այս գյուղի մեջ, այս նորակառույց եկեղեցու մեջ։ Թող Աստված տա, որ կարողանանք ամեն տարի տարվա մեջ 4 անգամ տոնում ենք Հովանես Մկրտչի տոնը։ Ամեն տարի 4 անգամ մենք կարողանանք ուր կարողությամբ մեր ուխտը գանք եւ այս եկեղեցու մեջ վերանորոգենք առ Աստված։ Մանուշ Տիտանյանի համար Քարագլուխ գալը նաև այստեղ իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալ է նշանակում։ 2016-ի արդյունքներից գոհ են, 2017-ին շարունակելու են բնակարանների շինարարությունը Մաքսիմ Աթայանցի ծրագրով։ Վերջնական ավարտին կհասցվի երկրորդ տունը, երրորդ տունն ենք ուզում կառուցենք։ Կկառուցվի նաև արտադրամասը, գյուղի բնակիչները ոչ միայն փոքր ծավալով արտադրանք տալու, այլև արտադրածը ցուցադրելու եւ ներկայացնելու հնարավորություն կունենան։ Արտադրամասը կլինի փոքրիկ, ելի նույն ոճով պատրաստված եւ իհարկե ուզում ենք ունենանք մի համտեսի սրահ, այսպես ասած, արտադրամասի հետ։ Նորեր Հովսեփյան, Բենյամին Ղարախանյան, օր։ Այս տարի Վիկիպեդիան դառնում է 16 տարեկան։ Վիկիպեդիան տեղեկատվության ստացման ամենահայտնի աղբյուրներից մեկն է, ամենաընդարձակ ազատ առցանց հանրագիտարանը։ Վիկիպեդիայի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուրը կարող է պատրաստել կամ փոփոխել ցանկացած հոդված։ Հայաստանը նույնպես Վիկի համայնքի անդամ է, իսկ Արցախում Վիկի ակումբը գործում է մոտ 2 տարի։ 2015 թվականին Վիկիպեդիան պարունակում էր 36 միլիոն հոդված 291 լեզվով եւ 7-րդն էր աշխարհի խոշորագույն կայքերի շարքում։ Օրը տոնական էր Ստեփանակերտի Վիկի ակումբում, օրեր առաջ Վիկի ակումբը մասնակցել է ճամբարային հավաքների։ Երեխաները վերադարձել են թարմ տպավորություններով։ Ուղիղ 16 տարի առաջ ստեղծվեց Վիկիպեդիան ու այսօր մենք մեր ակումբում փորձում ենք նշել ու նշանավորել այդ օրը, քանի որ հենց նոր ենք եկել Վիկի ճամբարից, մեր Վիկիպեդիայում անցկացրած օրերը փորձում ենք քննարկել, տեսնել ինչ նվաճումներ ունեցանք կամ ինչ պետք է ավելի լավ դարձնենք։ Մենք մեկնել ենք ճամբար հունվարի 5-ին, վերադարձել ենք ամսի 10-ին։ Ինձ համար ճամբարը շատ լավ էր։ Երկրորդ անգամ եմ հաճախում ճամբար, 5 օրեր կարճ էր, բայց որ ավելի երկարներ, ավելի լավ կներ։ Գրել են գետերի մասին, դերասանների, վեպերի, գրքերի մասին։ Դրանից նյութերը, որ մենք թարգմանեցինք ռուսերենից,
այդ գրքերից, գետերի մասին տեղեկություններ ստացանք։ Բայց ընդհանուր առմամբ ես կարևորում եմ Վիկիպեդիան, կոնկրետ երիտասարդների, դպրոցականների մոտ, որպես ինքը գիտակրթական ծրագիր, քանի որ ինքը զարգացնում է, օգնում է հայերի այստեղ աշխարհի վրա աշխատել, օգնում է թարգմանությունը, այսինքն տարբեր լեզուներ զարգացնել, թարգմանչական աշխատանքը լավացնել երեխաների մոտ, ու ինչպես նաև տեղեկացված է դարձնում։ Տարբեր նյութերի հետ աշխատելով դու ավելի խելացի ես դառնում, ավելի տեղեկացված, Վանի գլխավոր տուրիստական կենտրոն համարվող Աղթամար կղզում նոր ավելի հարմարավետ նավահանգիստ է կառուցվել։ Մեկ ամիս տևած աշխատանքից հետո ավարտին է հասցվել 4 մետր լայնությամբ ու 50 մետր երկարությամբ նոր նավահանգիստը։ Նշվում է, որ ամառը մեծ թվով այցելուներ ունենալու պատճառով Աղթամար կղզու երկու նավահանգիստները չեն կարողացել հարմարավետ ծառայություն մատուցել։ Հեղինակավոր National Geographic ամսագիրը հրապարակել է համեղ սնունդ ունեցող, սակայն այդ տեսանկյունից քչերին հայտնի քաղաքների ցանկը, որում ներառված է նաև Երևանը։ Լրագրող Նենսի Գապթոնը Երևանում այցելել է կենտրոնում գտնվող մի շարք հայտնի ռեստորաններ եւ սրճարաններ, որտեղ համտեսել է տարբեր կերակրատեսակներ, առանձնակի ուշադրություն դարձնելով ավանդական տոլմային եւ խորովածին։ Նշենք, որ Գապթոնին Երևանում հատկապես դուր է եկել Կասկադը իր բազմաթիվ հյուրընկալ սրճարաններով։ Հայտնի է, որ Երևանից զատ 6 հորիզոնականից բաղկացած ցանկում ներառված են նաև Բուդապեշտը, Դետրոյթը, Սանտիագոն, Դաքարը եւ Վելինգթոնը։ Հուզիչ պատմություն ծնվելուց հետո բաժանված երկվորյակ քույրերը 10 տարի անց հանդիպել են։ Քույրերի հանդիպումը տեղի ունեցել Good Morning Ամերիկա հաղորդման ուղիղ եթերում։ Օդրին եւ Գրեյսին ծնվել են Չինաստանում նորացին աղջիկներին, որթեգրել են տարբեր ամերիկյան ընտանիքներ, որոնք մինչև վերջերս չէին էլ կասկածում, որ նրանք զույգեր են։ Աղջիկները դժվարությամբ էին զսպում իրենց զգացմունքները։ Օդրի ծնողները Ջենիֆեր եւ Թոմաս Դեորինգները ունեն 3 որդի եւ միշտ ցանկանում էին դուստր ունենալ։ Ջենիֆերի խոսքով ինքը պատահաբար տեսել աղջկա լուսանկարը, որը ջրի երկու կաթիլի պես նման է եղել իր դստերը։ Ի վերջո նրան հաջողվել է գտնել այն ընտանիքը, որտեղ մեծացել է Գրեյսին։ Նրա մայրը Նիկոլ Ռեյնսբերին շոկի մեջ է եղել, երբ տեսել է Գրեյսին շատ նման աղջկա։ Իր հերթին Գրեյսին պատմել է, որ միշտ զգացել է, որ կարծես ինչ-որ բան պակասում է։ Եվրոպան շարունակում է պայքարել ցրտաշունչ ձմռան դեմ, ցրտի ու արատիդյան պատճառով եվրոպական տարբեր երկրներում ավելի քան 70 մարդ է զոհվել, այդ թվում վրաններում բնակվող գաղթականներ։ Ֆրանսիայում այսօր փոթորկի պատճառով հոսանքազրկվել է ավելի քան 237,000 տուն։ Գերմանիայի, Նիդերլանդների, Անգլիայի մի շարք շրջաններում փակվել են ավտոճանապարհները։ Իսկ ինչպիսի եղանակ է սպասվում այս գիշեր եւ վաղը ցերեկը հանրապետության տարածքում, տեղեկացեք վարքյաններ անց։ Բարի գիշեր։ Հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական անպամացություն, առավելապես առանց տեղումների եղանակ, վարկյանում 3-ից 8 մետր արագությամբ հարավ-արևմտյան քամի։ Օդի ջերմաստիճանը՝ գիշերը 3-ից 8 աստիճան ցուրտ, ցերեկը 4-ից 8 աստիճան տաքություն։